Կացա։ Դուք ասում եք, որ նախկինների հետ կապ չունեք։ Ինչու դուք վճարեցիք Քոչարյանի գրավը, եթե նախկինների հետ կապ չունեք, եւ ես նայում եմ իշխանությունը ասում է, որ ձեր հայրը ամենաերկար հանրապետական падգամավորն է եղել, որ եւ падգամավոր է եղել եւ պաշտոններ զբաղացրել, ոնց կարաք դուք նախկինների հետ կապ չունեք։ Շատ լավ։ Գամ հորս օրինակով, ինչեւ 2008 թիվը եղել է 7 թիվը եղել է անկախ падգամավոր 13 տարի, 2007 թվականից հետո աշխատանքի անց է պետական համակարգում, Հայաստանի Հանրապետության պետական համակարգում, իր հայրենիքի պետական համակարգում։ 2.5-3 տարի աշխատելուց հետո հրաժարական է տվել իր կամքով, բայց եթե մենք այսօր նայենք մեր պաշտոնյաներին, կա պաշտոնյա, որ իր կամքով, եթե անհամաձայնության դեպքում, քաղաքական անհամաձայնության դեպքում քաղաքականության հանդեպ, օրինակ այսօր որ վարում է ներկայիս իշխանությունը, կարող է հրաժարական տալ եւ գնալ։ Ես վերջերս չեմ տեսնում այդ օրինակները։ Նա հրաժարական է տվել։ Անդիմադիր է եղել։ Անդիմադիր չէ, նա հրաժարական է տվել։ Քաղաքական պատճառներով հրաժարական է տվել, անդիմադիր է եղել։ Նա ունեցել է երկրի զարգացման հետ կապված այդ ժամանակաշրջանում ու իր տեսլականը։ Եւ իր տեսլականը չի համընկել այդ բանի երկրում եղած հիմնական տեսլականի հետ, ինչը որ բնական է։ Բայց այդ տեսլականը միշտ իրավիճակը դուք լսել եք իր խոսքերը։ Լսել եմ, բայց ի՞նչն էր փոխվել։ Միշտ նույն քաղաքական իր հարցազրույցները լսել եք։ Այո։ Իսկ հիշում եք այն մասը, որ նա ասաց, որ մեր երկրի հիմնական խնդիրը դա մասսայական թալանն է։ Որ թվին ասեց, բան Ղազար։ Որ թվին ասեց։ 2017 թվին։ Բա մինչև 17 թիվը։ Իսկ 17 թվին ինչ էր տեղի ունենում։ Բա մինչև 17 Ով էր ղեկավարը։ Մինչև 17 թիվը բազում անգամներ իր հայտարարությունների մեջ նա հանդես էր եկել հայտարարությամբ, որ երկրին փոփոխություններ են պետք։ Լավ, հասկացա, նա եղել է անդիմադիր։ Չի եղել անդիմադիր, կներեք։ Իշխանությունը նա տեսել է այլ տեսլական, ունեցել է այլ տեսլական, քան այդ ժամանակվա երկրի հիմնական քաղաքական ուղղությունն է։ Նա Սերժի աշխատակազմի ղեկավարն էր եւ ուներ այլ տեսլական, քան Սերժը։ Հրաժարական է տվել այն պատճառով, որ ունեցել է այլ տեսլական։ Ինչի մասին կարծում եմ դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն։ Գրավը ինչի եք մուծել։ Կարծում եմ, որ Հայաստանում ապօրինի